Մենք համարում ենք, որ ցանկացած իշխանություն, լինի դա կառավարություն, լինի դա քաղաքային իշխանություն, քաղաքապետ կամ թաղապետ, պարտավոր է առաջին հերթին հոգալ բնակչի հոգսերը, առաջին հերթին հոգալ համայնքի հոգսերը։ Մենք այսպիսի իշխանություններ ենք ուզում ձևավորենք, որ ժողովուրդը սիրի այդ իշխանությանը, իսկ իշխանությունը հարգի ժողովրդին, ընդունի ժողովրդին, հասկանա ժողովրդի դարդն ու ցավը։ Բայց եթե իշխանությունը վերարտադրվում է սեփական շահերը հետապնդելու համար, սեփական բիզնեսը զարգացնելու համար, կամ վերարտադրվում է որպեսզի նոր տարածքներ սեփականաշնորհի, նոր տարածքներ ձեռքցի, ապա այդպիսի իշխանություններից հնարավոր չէ ակնկալել որևէ դրական քայլ։ Մեզանից յուրաքանչյուրից է կախված ապագա իշխանության որակը։ Եթե մենք անտարբերությամբ մոտեցանք, եթե մենք փողի իշխանությամբ կամ վարչական լծակի գործադրմամբ ընտրություն կատարեցինք, այդ իշխանությունը իսկապես լինելու է անպետք իշխանություն։ Այդ իշխանությունը լինելու է ապաշնոր իշխանություն։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե մեզանից յուրաքանչյուրը կարողանա շուրջը համախմբել 4, 5, 10, 20, 30 մարդիկ, ովքեր միակամ են, համախոհ են եւ գնան քվեարկության, ապա առաջիկա ընտրություններում մենք կունենանք իսկապես վստահելի իշխանություն։ Մարդկանց հիմնական պահանջը մեկն է՝ արդար ընտրություններ։ Ընտրությունների արդարությունից է կախված մեր ապագան։ Եվ մենք, իբրև ազգային կուսակցություն, ազգային մարդիկ, մեր բոլոր ջանքերն են գործադրելու, որ այս ընտրություններում երաշխավորենք արդարությունը, երաշխավորենք իրական քվեարկությունը։ Եվ եթե բոլոր այն ուժերը, ովքեր որ ցանկանում են արդարություն ապահովել, թող միանան մեր հետ այս պայքարում, թող գան եւ կանգնեն ու ասեն, մենք ուզում ենք արդար ընտրություններ, մենք ուզում ենք, որ ժողովրդի քվեարկության արդյունքները իրականը լինեն։ Ես ուզում եմ այնպիսի քաղաքապետարան ձևավորեմ, որը կերաշխավորի իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանք եւ քաղաքացին ոստիկանին կտեսնի ոչ թե վախեցած աչքերով, այլ հպարտությամբ, իսկ ոստիկանը իր քաղաքացու նկատմամբ հարգանքով կվերաբերի։ Հաղթանակ եւ վճռականություն։ Սա Երևանն է, այստեղ դու տանն ես։